Մենք մի փոքր նկարահանում ունենք, ավարտենք նոր։ Բարի բնդույթն է, որ ընտանեկան բոլոր անդամները մեծ ու փոքր մասնակցեն զարդարման աշխատանքին եւ յուրաքանչյուր զարդ խորհուրդ։ Հրաչ, իսկ դու գիտես, որ տոնան։ Բոլորն այստեղ են։ Խաղը չի ստացվում այդպես։ Կերնիկ էսից սկսեմ։ Ջիոն։ Դա։ Սկսեմ։ Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ։ Ամանորաց այգում դարձել է սպասված ավանդույթ եւ այս տարի տոնական եթերը խոստանում է լինել առավել գունեղ, ջերմ ու լիարժեք տոնական։ Հեռուստադիտողները կրկին կհայտնվեն ամանորյա տրամադրության կենտրոնում ժպիտների, հաճելի անակնկալների եւ բարձր երաժշտական էներգիայի ուղեկցությամբ։ Դիմավորենք 2026-ը միասին բազմազան երաժշտական կատարումներով ու ամանորյա ռիթմերով, որոնք կստեղծեն իսկական տոնական մթնոլորտ։ Այս տարվա ամանորյա շունչը վստահվել է Գյումրու տարբեր երաժշտական խմբերին, որոնք իրենց յուրահատուկ ոճով եւ անկրկնելի կատարումներով նոր երանգ կհաղորդեն ցայգի ամանորյա եթերին։ Հետաքրքիր պատմություններով, ջերմ հիշողություններով եւ խաղերով հեռուստադիտողների կողքին կլինեն ցայգի հաղորդավարներն ու թիմը, այն մարդիկ, ովքեր ամբողջ տարվա ընթացքում եղել են հեռուստադիտողի ամենօրյա ուղեկիցը։ Նորմալ է, որ ինչ որ մեկի մասին հետս բամբասվում ես, բայց հետը պաչիկով բարև ունես։ Դու որքան կբարկանաս, եթե հեռուստադիտողը հանկարծ գոչ մնա ցայգի ամանորյա եթերից։ Նորմալ է, երբ քննադատում ես բոլորին, բացի քո մտերիմ քաղաքական ուժից։ Որքան կբարկանաս, եթե լրագրողը իր նյութը ամբողջովին գրած լինի ChatGPT-ի օգնությամբ։ Ցայգում ամանորյա եթերը այս տարի եւս նպատակ ունի լինել մարդամոտ, անկեղծ եւ հիշվող։ Դիմավորեք ամանորը հենց մեզ հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ 2025 թվականը Շիրակի մարզի գյուղատնտեսության համար հերթական փորձության տարի էր։ Եղանակային ռիսկեր, շուկայի խնդիրներ, ինչպես նաև աշխատուժի պակաս, այս ամենը ազդեցություն են ունեցել ոլորտի վրա։ Այնուամենայնիվ, ոլորտի պատասխանատուները տարին ընդհանուր առմամբ գնահատում են բավարար։ Շիրակի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռոման Համայակյանի խոսքով, մարզում գյուղատնտեսական տարին ամփոփվում է համեմատաբար բարձր ցուցանիշներով։ Թեև աշնանացան ցորենի ցանկատվությունները գարնանը նվազել էին շուրջ 2000 հեկտարով, սակայն բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարվա համեմատ իրականացվել է մոտ 2500 հեկտար գարնանացան հացահատիկային եւ կերային մշակաբույսերի լրացուցիչ ցանկ։ Սկզբում մենք տեղում առած եղանակ, որը հնարավորություն տվեց մարզի ջրամբարներում բավարար քանակի ջուր կուտակել ոռոգման սեզոնին որևէ խնդիր չունենալու համար, իսկ բերքատվության ցուցանիշները ամփոփելիս պետք է նշեմ, որ նախորդ տարվա համեմատությամբ ունենք միջին եւ համախառն բերքի աճ բոլոր գրեթե բոլոր մշակաբույսերի մասով։ Այս տարի
աշնանացանցորենի միջին բերքը շուրջ 30 ցենտներ է, նախորդ տարվա 19 ցենտների համեմատությամբ։ Տարվա ընթացքում պետական աջակցության ծրագրերը գյուղատնտեսներին հնարավորություն են տվել կյանքի կոչել տարբեր նախաձեռնություններ։ Պետական օժանդակության ծրագրերի մասով ունենք բարձր ցուցանիշներ, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում նախորդ տարի շուրջ 5900 հեկտար ցանկ էր իրականացվել, որի համար փոխհատուցում էր տրամադրվել 430 միլիոն դրամի չափով, այս տարի փոխհատուցման ենթակա է շուրջ 9500 հեկտար ցանկատարություններ եւ փոխհատուցման գումարը 685 միլիոն է։ Ունենք նաև անասնապահության հետ կապված ծրագրեր, մթերատվության բարձրացման ծրագրի շրջանակներում մարզի գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունեցել օգտվել արհեստական սերմնավորման ծրագրից, տնտեսվարողներին պատկանող շուրջ 2000 գլուխ խոշոր ջրավոր կենդանիները արհեստական սերմնավորման ծրագրի շրջանակներում սերմնավորում է իրականացվել, սերմնավորման արժեքի 10,000 դրամ փոխհատուցվում է պետության կողմից, իսկ 5,000 դրամ վճարվում է տնտեսվարողի կողմից։ 6 թվականի բերքի տակ իրականացված աշնանացանցորենի ցանքը նախորդ տարվա համեմատությամբ շուրջ 8000 հեկտարով ավելացել է, այս տարի գրեթե 19000 հեկտար ցանկատարություններում ունենք աշնանացանցորեն ցանված, որը պայմանավորված է նաև պետական օժանդակության ծրագրով, բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում 1 հեկտար հավաստագրված սերմով ցանկ իրականացնող տնտեսվարողներին տրամադրվում է ծախսերի մասնակի փոխհատուցում 80000 դրամի չափով։ Պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է նաև աջակցությունը մեղվաբուծության ոլորտում։ Մարզում բավարարվել է 11 տնտեսվարողի հայտ, որոնց արդյունքում նրանք ձեռք են բերել մեղվաընտանիքներ պետական համաֆինանսավորմամբ։ Մեղվաընտանիքների արժեքի 50%-ը փոխհատուցել է պետությունը։ Միաժամանակ գյուղատնտեսական տարին զերծ չի մնացել նաև տարերային աղետներից։ Կարգտահարության դեպքեր են գրանցվել Ախուրյան, Արթիկ եւ Անի համայնքներում։ Տուժածող օգտագործողների վերաբերյալ կազմել են համապատասխան ցուցակներ եւ ներկայացվել հանձնաժողովներին, իսկ փոխհատուցման գործընթացներն իրականացվում են սահմանված կարգով։ Մարզի տնտեսվարողներին առաջարկում է տավարաբուծության զարգացման ծրագիր, խելացի անասնաշենքերի կառուցման վերակառուցման ծրագիր, տոմային ոչխարաբուծության զարգացման ծրագիր, որոնք նպաստելու են գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը եւ նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ Ունենք տեխնիկայի լիզինգի ծրագիր, որի շրջանակներում մարզի տնտեսվարողները ձեռք են բերել նոր տրակտորներ, սարքավորումներ, որոնք ավելի բարձր արտադրողականությամբ են աշխատում։ Տնտեսվարողները հնարավորություն ունեն օգտվել նաև հումքի մտերումների, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրից եւ նշեմ, որ նշածս ծրագրի շրջանակներում մարզի համայնքների կողմից Ախուրյան, Աշոց, Անի հայտ է ներկայացվել սպանդանոցներ, շարժական եւ մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու համար, Աշոցքում 19 միլիոն դրամի շրջանակներում ձեռք է բերվել եւ Արտաղբյուր բնակավայրում տեղադրվել է մոդուլային սպանդանոց, 49.5 միլիոն դրամի շրջանակներում Ախուրյան համայնքի կողմից ձեռք բերված սպանդանոցը մատակարարման փուլում է, իսկ Արտիկի համայնքի կողմից ձեռք բերված սպանդանոցի ծրագրի իրականացման գործընթացը նոր է սկսվել եւ մոտորորես Արտիկում եւս կունենանք սպանդանոցի մատակարարում, ֆիզիկական անձիկ եւս օգտվել են այդ ծրագրից, մարզում Շիրակ բնակավայրում սպանդանոց կառուցող մեկ տնտեսվարողի կողմից եւս ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել սպանդանոցային սարքավորումներ։ Մարզում արձանագրվել է նաև խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի որոշակի նվազում։ Ռոման Համայակյանի խոսքով հիմնական պատճառներից մեկը աշխատուժի պակասն է, հատկապես երիտասարդների ներգրավվածության տեսանկյունից։ Սակայն պետական աջակցության ծրագրերը տվյալ ուղղությամբ շարունակվում են։ Գյուղատնտեսական մթերքների վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողների համար ստեղծվել են ֆինանսական աջակցության հնարավորություններ, հումքի մթերումների կազմակերպման նպատակով նրանք կարող են օգտվել վարկերից, որոնց տոկոսադրույքները սուբսիդավորում է պետությունը։ Ոչ թե տնտեսվարողի ապրանքը վաճառելու, այլ ստեղծում է միջավայր, որը հնարավորություն է տալիս մթերողին ձեռք բերել շահավետ պայմաններով ձեռք բերել այդ ապրանքը ու կարծում եմ, որ հենց այդ է առաջի ծրագիրը, որը իրականացվում է ընդհանուր հանրապետությունում 2026 թվականի համար կառավարության կողմից քննարկվում է եւ նախագիծ է շրջանառվում գյուղատնտեսական ցանկատարությունների ապահովագրության ծրագիրը վերագործարկելու ուղղությամբ,
որը նաև հնարավորություն կտա մարզի տնտեսվարողներին ռիսկերը ապահովագրեն եւ հաջորդ տարի արդեն կունենանք ապահովագրության ծրագիր։ Ռոման Համայակյանի խոսքով բարձր եկամտության հասնելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ հնարավորություն լինի նվազեցնել արտադրվող արտադրանքի ինքնարժեքը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ներդնել նոր տեխնոլոգիաներ, կիրառել բարձրորակ սերմացու եւ օգտագործել ժամանակակից մեթոդներ։ Չնայած 2025 թվականին արկա դժվարություններին, Շիրակի մարզի գյուղատնտեսությունը շարունակում է դիմակայել ոլորտի առաջ ծառացած մարտահրավերներին, պետական աջակցության ծրագրերին, նոր մոտեցումների եւ պատասխանատու կառույցների հետեւողական աշխատանքի շնորհիվ։ Սուզաննա Խարատյան, Խան Հովանիսյան, այսօր։ Ինչ ծրագրեր է իրականացրել 2025 թվականի ընթացքում Պանդո ՀԿ-ն, արդյունքները եւ ունեցած ձեռքբերումները։ Դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ Պանդո հասարակական կազմակերպության տարեկան հաշվետու միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեց նաեւ կազմակերպության ռեբրենդինգն ու կայքի շնորհանդեսը։ Ներկային համայնքային իշխանության, ինչպես նաեւ գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։ Արդյունավետ տարին ամփոփելուց բացի տեղի ունեցավ նաեւ կայուն զարգացման ուղիներ ծրագրի շրջանակներում ստեղծված պրոդուկտների ամփոփումն ու ծրագրի փակումը։ Մեր կազմակերպությունը հիմնվել է 2021 թվականին 4 տարին է ինչ գործունեություն ենք ծավալում Շիրակի մարզում, մասնավորապես Ախուրյան համայնքում, հիմնականում 4 ուղղություններով ենք աշխատում՝ երիտասարդների հզորացում, սոցիալ-տնտեսական զարգացում, մարդու իրավունքներ եւ քաղաքացիական կրթություն եւ բնապահպանություն։ Բոլոր այդ ոլորտներով ունեցել ենք տարբեր ծրագրեր, թե Ախուրյան համայնքում եւ թե Շիրակի մարզում։ Ստարկել ենք Ախուրյանի երիտասարդական հաբ երիտասարդական կենտրոնը ու նաեւ շարունակվել է Մարմաշինի երիտասարդական հաբի գործունեությունը։ Մոտավորապես կարող ենք թվային տվյալներով ասել, որ տարվա ընթացքում 200-ի մոտ երիտասարդներ ուղիղ աջակցություն ու օգուտ են ստացել մեր ծրագրերից։ Նաև ընդհանուր առմամբ եթե ուղղակի շահառուների թիվը ասենք ավելի մեծ կլինի, մոտավորապես երևի 1500-ին մոտ շահառուներ ենք անուղղակի ունեցել, դա միայն երիտասարդների հզորացման ուղղության ներքո։ ՀԿ-ի գործունեությունը Ախուրյան համայնքում կարևորում է նաև համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։ Իր խոսքով համայնքային ենթակայության շենքն անժամկետ հանձնվել է հասարակական կազմակերպությանը, որը միանշանակ արդարացված է եղել։ Այս վստահությունը Պանդոյի թիմը շահել է աշխատասիրության ու համայնքում երիտասարդների կյանքը փոխելու իրենց ծրագրերի շնորհիվ։ ՀԿ-ն իր կողմից նախարարության դրամադրած դրամաշնորհը շահելու արդյունքում շենքը գրեթե անմխիթար վիճակում էր եւ մեր եւ ՀԿ-ի համագործակցությամբ ունեցանք այս շենքը եւ այս պայմանները եւ համագործակցությունը շարունակական է, որպես համայնք ամեն ինչով աջակցել ենք, նաեւ մեր վրա ենք վերցրել աշխատակիցների ֆինանսավորումը, քանի որ հասարակական կազմակերպությունը շատ լավ է արդյունավետ է աշխատում։ ՀԿ-ի ստացված ծրագրերից մեկի դոնոր կազմակերպության ներկայացուցիչի խոսքով էլ Պանդոյի թիմը շահել է նաև իրենց վստահությունը, ուստի համատեղ ծրագրերով փորձում են զգալի աշխատանք անել համայնքում, այս դեպքում Ախուրյանում։ Ծրագրի շրջանակներում ընտրվում էին նորաստեղծ եւ համայնքահեն կազմակերպություններ, այդ իսկ պատճառով այդ կազմակերպությունը բավարարում էր մեր ընտրության չափանիշներին եւ 2 տարի է արդեն գրեթե մենք աշխատում ենք այդ կազմակերպության հետ, աշխատում ենք իրենց կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես վերապատրաստման ծրագրերի, մենթորության շրջանակներում բազմատեսակ ու բազմապիսի միջոցառումների են մասնակցել իրենք։ Պանդո հասարակական կազմակերպության թիմը վստահեցնում է, որ նույն ոգևորությամբ շարունակելու են համայնքային կյանքի ու երիտասարդների հմտությունների զարգացման միտված ծրագրերը։ Հրաչ Սահակյան, Խան Հովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել մեր ժամանակների հերոսը 2025 թվականի մրցանակաբաշխությանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք։ Մրցանակները շնորհվել են Հայաստանի վարչապետի աշխատակազմի, հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող մեր ժամանակների հերոսը հաղորդման 13 մասնակիցներին։ Անհատներ նպատակ ունեինք առաջին հայրենական արբանյակը ստեղծենք, կազմեցինք թիմ, անվանեցինք Հայասատ թիմ ու հասցրինք նրան, որ Հայաստանում ստեղծված առաջին արբանյակը արձակվեց տիեզերք։ Կարծում եմ ամեն տարվա հետ այն ավելի կոնկրետանում է,
ավելի կայանում է եւ դա ցույց է տալիս նաեւ մեր պետության ընթացքը, մեր մտքերի ընթացքը եւ ամեն անգամ այստեղ գալուց առաջ եւ այստեղ մասնակցելու ընթացքում եւ միջոցառումից հետո մենք մտածում ենք, թե ինչի համար է այս ամենը եւ ինչի մասին է այս ամենը։ Ես կարծում եմ կամ ուզում եմ ձեզ հետ կիսել իմ այս տարվա տպավորությունը, առանցքային տպավորությունն այն է, որ մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք այն մտքի վրա եւ ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված, որովհետեւ ընդհանուր առմամբ խնդիրների լուծման եւ պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում եւ երբեմն ժամանակ առ ժամանակ մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու, որովհետեւ իհարկե այն ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն ինչ անում է գործադիր իշխանությունը, այն ինչ անում է դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են։ Վլադիմիր Պուտինը զարմացել է, թե ինչպես եմ կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը։ Հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։ Ես չեմ կարողանում հավատալ, որ դուք կարգավորել եք այդ հակամարտությունը, քանի որ ես 10 տարի փորձել եմ դա անել, ասաց Պուտինը։ Իսկ ես բառացիորեն կարգավորել եմ այն մեկ օրում։ Նրանք անգամ առևտուր են անում, նշել է Միացյալ Նահանգների նախագահը։ Ավելի վաղ Սպիտակ տունը եւ Կրեմլը հաստատել էին Ռուսաստանի եւ ԱՄՆ ղեկավարների միջև եւս մեկ հեռախոսազրույցի մասին տեղեկությունը։ Կողմերն այն որակել էին կառուցողական։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իրանը լուրջ հետևանքների կբախվի, եթե շարունակի միջուկային ծրագիր մշակել։ Իրանը հնարավոր է իրեն ճիշտ չի պահում։ Դա դեռ հաստատված չէ, բայց եթե հաստատվի, նրանք գիտեն հետևանքների մասին, ասել է Թրամփը, հավելելով, որ արդյունքը կլինի ավելի լուրջ, քան նախորդ անգամ։ Միացյալ Նահանգների նախագահը նկատի է ունեցել հունիսի 22-ի գիշերը Իրանի եւ Իսրայելի միջև 12-օրյա պատերազմի ժամանակ Իրանի 3 միջուկային օբյեկտի վրա Միացյալ Նահանգների հարվածները։ Նա հույս է հայտնել, որ Իրանը չի աշխատում իր միջուկային ծրագիրը վերսկսելու ուղղությամբ։ Թրամփը նաև նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանի հետ երկխոսության։ ԱՄՆ նախագահի խոսքերին արձագանքել են Թեհրանից։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին նախազգուշացրել է, ագրեսիայի դեպքում Իրանը կոշտ պատասխան կտա։ Նրա խոսքով Իրանի հերթիռային եւ պաշտպանական հնարավորությունները վերահսկողության ենթակա չեն եւ թույլտվություն չեն պահանջում։ Ցանկացած ագրեսիա կհանդիպի անհապաղ եւ կոշտ պատասխանի, որը դրա կազմակերպիչները չեն կարող պատկերացնել, նշել է Շամխանին X սոցիալական ցանցում։ Թրամփն անդրադարձել է նաև Գազայի հատվածին։ Նա հայտարարել է, որ հույս ունի շատ արագ անցնել Գազայի 20 կետանոց խաղաղության ծրագրի երկրորդ փուլի իրականացմանը եւ զգուշացրել, որ Համասը թանկ կվճարի, եթե առաջիկայում չզինաթափվի։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը նշել է, որ Իսրայելը 100%-ով ճիշտ ուղու վրա է։ Գազայի խաղաղության ծրագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերին։ Խաղաղության ծրագրի երկրորդ փուլում նախատեսվում է Գազայի հատվածում տեխնոկրատական կառավարության ստեղծում, Համասի զինաթափում եւ իսրայելական զորքերի դուրս Դրանից հետո կսկսվի Գազայի վերակառուցումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իր երկիրը չի կարող պարզապես հրաժարվել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերի տարածքներից։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։ Ըստ Զելենսկու անհնար է պարզապես դուրս գալ այդ տարածքներից։ Ոչ նախագահը, ոչ խորհրդարանը, ոչ էլ հանրակրվեն չեն կարող փոխել այն փաստը, որ դա հակասում է մեր օրենսդրությանը, նշել է նա։ Ըստ Զելենսկու խոսքը միայն օրենքի մասին չէ։ Այդ տարածքներում ապրում է մոտ 300,000 մարդ։ Մենք չենք կարող պարզապես դուրս գալ եւ լքել նրանց։ Մեր բանակը տեղակայված է այնտեղ, ասել է Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ հնարավոր փոխզիջումային կարգավորման վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն քաղաքացիների անմիջական համաձայնությամբ։ Նրա խոսքով խոսքը 20 կետից բաղկացած կոնկրետ պլանի մասին է, այլ ոչ թե ընդհանուր կամ հռչակագրային համաձայնությունների։ Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզին հրաժարական է տվել ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման եւ Թեհրանում ու այլ քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին։ Իրանական արժույթի փոխարժեքը երկուշաբթի կազմել է $1 դիմաց 1.38 միլիոն ռիալ։ Նախագահ Մասուդ Փեզեշքյանի կարգադրությամբ կենտրոնական բանկում հրատապ նիստ է տեղի ունեցել։ Ավելի ուշ նախագահի աշխատակազմից հայտնել են, որ Իրանի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախկին նախարար Աբդոլ Նասեր Հեմաթին կնշանակվի Իրանի կենտրոնական բանկի նոր ղեկավար։ Դավիթ
Ամանորյա Եռուզեռի մեջ հարց ենք տալիս, արդյոք կան քայլեր, որոնց հետևելով կարող են գալիք տարում հաջողություն, բարեկեցություն եւ ներդաշնակություն ունենալ։ Պատասխանը ստանալու համար զրուցեցինք աստղահոգեբանի հետ, ով խորհուրդ տվեց մինչև դեկտեմբերի 31-ի 13-րդ լուսնային օրվա առաջին կեսը ավարտել սկսած գործերը՝ առևտուր, տարատեսակ շփումներ։ Շատ համապատասխան ժամանակահատված է գեղեցկության սրահ այցելելու, գեղեցիկ հագվածքի, գեղեցիկ սանրվածքի, նոր տարվա սեղանի խորհրդանիշը համարվում է նուռը, մեր հայկական տոնականը, ինքը ինչի համար, քանի որ յուրաքանչյուր մարդ երբ վերցնում էր նուռը, կիսում էր եւ նայում էր նուռի մեջ, տեսնում էր ինչքան ինքը պտղատու է, ինչ գույնի է, ու դա համարում է իր տարվա սիմվոլը, այսպես ասած, ինչքան բարիություն, ինչքան պտուղներ կարող էր ունենալ։ Մինչև կեսգիշեր խորհուրդ չի տրվում օգտագործել ոգելից խմիչք, սակայն չկա որևէ սահմանափակում ուտելիքի հետ կապված։ Հակառակը պետք է սնվել համեղ եւ բազմատեսակ։ Իսկ նոր տարվա առաջին օրը դրական ազդեցություն կարող են ունենալ ջրային միջամտությունները։ Հավակնությունների հարցում էլ պետք է լինել ավելի զուսպ եւ հավասարակշռված։ Ընդհանուր առմամբ տարին շատ ակտիվ է, նախաձեռնող է, կարող է լինել համարձակ, ավելի ցանկանում եմ բոլորին ուրախ տրամադրություն, ուրախ բարի տարի, միմյանց հետ լինեն շատ համերաշխ, ընդառաջող եւ բարեցակամ։ Հատուկ խորհուրդներ կան նաև միջավայրի ձևավորման համար։ Զարդարանքը նույնպես հաջողություն գրավելու հարցում դեր ունի։ Ձևավորումները նախընտրելի է կատարել ավելի նուրբ երանգների մեջ, ավելի բնական նյութերով, առանց ավելորդ ծանրաբեռնվածության։ Կարելի է օգտագործել բնական երանգներ, ավազագույն, կարամելագույն, հենց այս գույների մեջ էլ կարելի է ձևավորել տոնածառը, սակայն մենք դիզայներներս խորհուրդ ենք տալիս, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծելու համար կարող ենք օգտագործել մի փոքր շեշտադրող գույներ, օրինակ կարմիր, բորդո, կապույտ։ Տոնածառի տակ խորհուրդ է տրվում նվերների տուփեր դնել, յուրաքանչյուրում քաղցրավենիք, ընդեղեն, գինուշիշ, սա կնպաստի առատ տարի ունենալուն։ Գերադասելի են բնական հումքից պատրաստված զարդարանքը, եղևնու կոներ։ Հագուստի հետ կապված ամանորի գիշերը խորհուրդ է տրվում ընտրել ավելի էներգիայով լի ակտիվ գույներ, օրինակ կարմիրը, արծաթագույնը, ոսկեգույնը, որոնք համարվում են հաջողության, դրական էներգիայի խորհրդանիշ։ Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք ամանոր եւ Սուրբ Ծնունդը, թողած 2026 թվականը լինի հաջողության, առողջության եւ խաղաղության տարի։ Գալիք տարում կարևոր է գործել ազնիվ եւ բաց, խուսափել հապճեպ որոշումներից, քանի որ տարվա էներգիան ուժեղ է եւ պահանջում է ներքին կարգապահություն։ Խորհուրդ է տրվում զարգացնել մասնագիտական հմտությունները, ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին եւ թող հրեձի ու ուժեղ էներգիան դառնա հաջողության, բարեկեցության եւ անձնական առաջընթացի աղբյուր։ Անի Գրիգորյան, Ալեն Ցատրյան, Սյունիք լուրեր։ Դեկտեմբերի 22-ից 29-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4302 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 118 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 166 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 233, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 28, ժամանակապված վարելու 349, առանց մանկական նստատեղի քարսիթի 13, վարելու ընթացքում ծխելու 341, վարելիս հեռախոսից օգտվելու 230, հետիոտնի որ սահմանված վայրով անցնելու 45 եւ 1618 այլ իրավախախտում, 121 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊ պայմանագրի, 165-ը տեխնիկական զննություն չանցած, 40-ը լուսարձակների անսարքությամբ, 68-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 238-ը առանց ձմեռային անվադողերի, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 50 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12029 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 257 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 200 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 337, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 5 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 62, ճամրակապված վարելու 2681, առանց մանկական նստատեղի քարսիթի 121, վարելու ընթացքում ծխելու 312,
2, վարելիս հեռախոսից օգտվելու 415, հետիոտնի վրա սահմանված վայրով անցնելու 35, արագության գերազանցման 1736 եւ 3882 այլ իրավախախտում, 371 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 599 տեխնիկական զննություն չանցած, 730-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 54 բեռնատար, 135-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 609-ը առանց ձմեռային անվադողերի, 115 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 40 անձ։ Օրերս համացանցում տեսանյութեր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես են BMW-ի եւ Lexus-ի վարորդները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, Վանաձորի հայքի հրապարակում կատարում այսպես կոչված դրիֆտ։ Լոռու մարզի գումարտակի ծառայողները մեքենաները հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Մի վարորդ էլ Land Rover-ով դրիֆտ էր անում մայրաքաղաքի Նոր-Նորքի 5-րդ զանգվածում։ Այս դեպքում մայրաքաղաքի պարեկները մեքենան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են։ Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում հիմնանորոգվել են Գավառ քաղաքի թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ, փոխվել են մուտքերի լուսամուտներ ու դռները, վերանորոգվում են այդ շենքերի մուտքերը։ Նույն ծրագրով Գավառ քաղաքի Ազատության փողոցի կենտրոնական հատվածի թվով 6 բազմաբնակարան շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորություն։ Համայնքապետարանի կողմից առավել խոցելի ընտրված թվով 5 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքներ որոշվեց հիմնանորոգել, որոնք գրեթե անմխիթար վիճակում էին։ Դրան միացվեց նաև մուտքերի հիմնանորոգման, մուտքի դռների փոխարինման, պատուհանների փոխարինման եւ բնակիչներին մատակարարող էլեկտրասանուցման ուսանքագծերի փոխարինման ծրագիրը։ Ծրագրում ներառված աշխատանքները մեկնարկել են այս տարվա ամռանը։ Տանիքների կառուցման եւ արտաքին լուսավորության անցկացման աշխատանքներն արդեն ավարտվել են։ Մուտքերի վերանորոգումը դեռևս ընթացքի մեջ է։ Մաքուր է ամեն ինչ ու տանիքը վերանորոգվում են ժամանակ գուցե թողում էր օրինակ անձրևի ժամանակ բան վերևի արկի արևաններին վերակողաճուր կաթար, բայց հիմա կարգավոր վերաղագին շնորհակալություն ովքեր որ կազմակերպել են, շատ շնորհակալ ենք, որ այսպիսի աշխատանքներ են կատարվում։ Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները բնակիչների համար կարևոր խնդիրներ են լուծել։ Խորհրդային տարիներին կառուցված բազմաբնակարան շենքերի տանիքները երբևէ չէին վերանորոգվել։ Տարիների ընթացքում անձրևներից քայքայված ու քամիներից կրած վնասների հետևանքով հատկապես վերջին հարկերի բնակարանները շատ էին տուժում։ Կաթոցներ կար 5-րդ հարկում, այն մյուս մուտքում չէին բնակվում 5-րդ հարկի բնակիչները հենց այդ պատճառով։ Շատ գոհ ենք նախաձեռնողից, ծրագրի իրականացնողից եւ աշխատողներից։ Կարևոր էր նաև մուտքի վերանորոգումը, լուսամուտների ու դռների նորացումը, ինչպես նաև կատարվող արտաքին հարդարման աշխատանքները բազմաբնակարան այս շենքերում կապահովեն տաք ու կոկիկ միջավայր։ Մեզ լուսամուտները որ չկար, այն ձմեռը ձունեիս էս փչմիր ուղիղ տունեք համ ժամանակը սենց ինչ ծևիս կվազիտներ, շատ ահավոր վիճակի մեջ։ Նախկինում շատ անմխիթար վիճակ էր, մուտքի դռները շատ վատն էին, համարյա չէր փակվում, որի պատճառով մուտքը շատ ցուրտ էր։ Վերանորոգումից հետո մուտքի դռները փոխվեցին, պատուհանները փոխվեցին, որի շնորհիվ շատ մուտքը տաք է։ Գավառ քաղաքում բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների կառուցման, մուտքերի վերանորոգման եւ արտաքին լուսավորության անցկացման կառավարություն համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 135 միլիոն դրամ, որի 50%-ը հատկացվում է պետական, 50%-ը համայնքի բյուջեից։